Ողջույն ուրիշ ֆուտբոլի սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆը վերադարձել է եւ վերադարձել է այն AZ Alkmaar Noa Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլի պատասխան խաղով։ Մինչ ես հարմար տեղավորվել եմ Սանդրո Պերկովիչի աթոռին, առաջարկում եմ ձեզ բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, միացնել զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք եւ իհարկե լայք դնել այս տեսանյութին, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս առաջ գնալ։ Ինչ է սպասվում մեզ այսօր։ Սանդրո Պերկովիչի եւ Իմրան Ուլադոմարի նախախաղային ասուլիսը եւ Նոայի նախախաղային մարզումը։ Վերջին մարզումը AZ Alkmaar-ի հետ խաղից առաջ։ Շուտով կտեսնենք նաեւ մարզադաշտը, խոտածածկը եւ դատարկ տրիբունաները, որոնք վաղը լեփ-լեցուն են լինելու։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Նոայի գլխավոր մարզից Սանդրո Պերկովիչի եւ ֆուտբոլիստ Իմրան Ուլադոմարի նախախաղային մամուլի ասուլիսը AZ Alkmaar Noa խաղին ընթരാճ։ Նախ խնդրեմ հարցերը ֆուտբոլիստի, որպեսզի միանա մարզմանը, այնուհետև կշարունակենք գլխավոր մարզչի հետ։ Խնդրեմ հարցեր։ Սամվել։ Ուլադ, որոշ ժամանակ առանց ֆուտբոլի մնալուց հետո դու վերադարձար պաշտոնական խաղերի նախորդ խաղում։ Ինչպես է քո ֆիզիկական վիճակը։ Պատրաստ ես արդյոք վաղվա խաղին եւ ինչպես է թիմի ֆիզիկական եւ էմոցիոնալ վիճակը։ Իմ ֆիզիկական վիճակը լավ է։ Ես այժմ 2 ամիս է պարապում եմ ընդհանուր խմբում։ Թիմում մթնոլորտը շատ լավ է իհարկե։ The atmosphere in the group is very good, of course. Իմրան վաղը տրիբունաներում շատ երկրպագուներ են լինելու, ովքեր աջակցելու են Նոային։ Նրանք եկել են Հայաստանից եւ ամբողջ Եվրոպայից։ Միգուցե քո ընկերներից եւ բարեկամներից շատերը եւս մարզադաշտում են լինելու։ Ինչ է քեզ համար նշանակում լինել Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում եւ ունենալ այսպիսի աջակցություն տրիբունաներից։ Ինձ համար դա մեծ նշանակություն ունի։ Ես կարծես տանը պետք է խաղամ։ Իմ ընտանիքի բոլոր անդամները եւ ընկերներս անպայման գալու են մարզադաշտ, եւ դա ինձ հավելյալ մոտիվացիա է տալիս։ Այս պահից սկսած Իմրանին ուղղված բոլոր հարցերը հնչում էին նիդերլանդերենով, եւ պատասխանները, ինչպես դժվար չէ կռահել, նույնպես նիդերլանդերեն էին։ Ik ben thuis, na zeker Հարցեր Իմրանին։ Եթե չունեք հարցեր, ասուլիսը շարունակենք գլխավոր մարզչի հետ։ Գլխավոր մարզչի Մարինե։ Պարոն Պերկովիչ, դուք արդեն ասել եք, որ վաղվա խաղը շատ դժվար է լինելու։ Ես ցանկանում եմ հարցնել, թե ինչ տեսակի խաղ եք ակնկալում վաղը։ Բարի երեկո բոլորին։ Շատ դժվար խաղ է մեզ սպասվում վաղը։ Մենք գիտենք, թե ում դեմ ենք վաղը հանդես գալու։ Մրցակիցը խաղալու է սեփական հարկի տակ եւ երկրպագուների աջակցությամբ, եւ մենք առաջին խաղից շատ տարբեր հանդիպում ենք տեսնելու։ Մենք մրցակցին շատ ենք հարգում, բայց մենք նաեւ վստահ ենք մեր ուժերին։ Պատրաստ ենք վաղը մրցակցություն առաջարկել։ Պարոն Պերկովիչ, իհարկե, սա պատմական արդյունք է Նոայի եւ հայկական ֆուտբոլի համար, լինել այս փուլում։ Ցանկանում եմ իմանալ, թե անձնապես ձեզ համար սա ինչ նշանակություն ունի որպես մի թիմի գլխավոր մարզիչ, որը մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆին եւ առաջին խաղում հաղթել է AZ Alkmaar-ին եւ պատրաստվում է վաղը պատասխան խաղին։ Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Ամեն մարդ, որը ֆուտբոլում է, ցանկանում է գնալ որքան հնարավոր է հեռուն։ Մենք այս պահին բավական լուրջ մակարդակի ենք։ Եթե նայեք մեր կազմի զարգացմանը, ամառվանից մինչև այժմ կարող եք տեսնել, որ մենք լավ աշխատանք ենք կատարել ոչ միայն Եվրոպայում արդյունքների տեսանկյունից, այլ նաև ֆունկցիոնալ առումով, խաղի տեսանկյունից, ինչպես նաև խաղի կառավարման։
Դա շատ բան է նշանակում, բայց ֆուտբոլում միշտ ամենակարևորը հաջորդ խաղն է, եւ մեր հաջորդ խաղը վաղն է։ Also, I know that in football you cannot live even from last result, which was 6-7 days ago. Always is next match, most important one, and tomorrow is next match. Պարոն Պերկովիչ, արդյոք վաղը փողկապ եք կրելու։ Ինչու է դա կարևոր ձեզ համար։ Ուղղակի հարցնում եմ։ Այո։ Why is this important? Yes. Mr. Perkovic, let's do it in a Dutch way. Պարոն Պերկովիչ, եկեք մի փոքր նիդերլանդական ոճով փորձենք։ Երկար թռիչք էր, ինչպիսի տրամադրություն եւ զգացողություն ունեք այսօր։ Լավ եղանակ է դրսում։ Ինչ զգացողություններ ունեք։ What are the feelings today? Feelings are the Այո, երկար թռիչք էր եւ 3 ժամի տարբերություն է Երևանի հետ, բայց լավագույն կերպով ենք մեզ զգում։ Մենք ունեցել ենք ամբողջ օրը մեզ նախապատրաստելու համար, եղանակը կարծում եմ լավագույնն է, որ կարող է լինել ֆուտբոլ խաղալու համար։ Մարզադաշտը հրաշալի է։ Կարող եք զգալ ինչ ֆուտբոլային մարզադաշտ է։ Եվ մինչև վաղը ժամը 9 մենք պատրաստվում ենք կազմը պատրաստ լինել այն ամենին, ինչ մեզ սպասվելու է։ 9 o'clock we are going to be fully prepared for everything what expect us. In Yerevan, you promised that even if we are not going to win, Երևանում դուք խոստացաք, որ եթե անգամ չհաղթենք, մարդիկ, որոնք եկել են մարզադաշտ, տուն գնալուց իրենց հպարտ կզգան թիմի ցուցադրած խաղից։ Կարող եք նույնը վաղվա խաղի համար խոստանալ։ I think that everyone can Ես կարծում եմ, որ բոլորը արդեն կարող են հպարտանալ նրանով, թե ինչ են արել տղաներն մինչ այսօր մրցաշարում։ and as I said, tomorrow I want one thing and I want Ես կարծում եմ, որ բոլորը արդեն կարող են հպարտանալ նրանով, թե ինչ են արել տղաները մինչև այսօր մրցաշարում։ Ինչպես արդեն ասացի, վաղը ցանկանում եմ միայն մեկ բան, որ մեր թիմը մրցակցային լինի։ Մենք չենք եկել այստեղ որպես զբոսաշրջիկներ։ Մենք ցանկանում ենք մրցակցել, մենք հաղթել ենք առաջին խաղում եւ մեր նպատակն է վաղը անցնել հաջորդ փուլ։ Եվ հենց այդ նպատակով ենք մենք պատրաստվում վաղվա խաղին։ Ինձ հետաքրքիր է հիմնականում որ ուժեղ կողմերը նկատեցիք Ալզակմարի գործնական պայքարում եւ արդյոք առաջիկա խաղը նաեւ հիմնականում հոգեբանական պայքար է լինելու։ well in football you have always Այսօրվա ֆուտբոլում դու միշտ ունես հոգեբանական իրավիճակը յուրաքանչյուր խաղում, ֆիզիկական եւ տակտիկական բաղադրիչների հետ միասին, այդպես էլ վաղը հոգեբանական գործոնն իր դերը կունենա, բայց ոչ ավել, ոչ պակաս, ինչպես ցանկացած այլ խաղում։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասում եւ գիտենք, թե որքան լավն են նրանք, բայց իհարկե նաեւ մեզ ենք ճանաչում։ Կարծում եմ նախորդ խաղում կարողացանք ապացուցել, թե որքան ուժեղ ենք այդ գործոնում։ regarding these psychological things that for tomorrow I think that we prove in our last match that we are very strong in this part. Yes. good evening. Good evening. Just a small question about Ցանկանում եմ հարցնել Իմրան Ուլատոմարի մասին, քանի որ նա Նիդերլանդներից է։ Ենթադրում եմ, որ վաղը պետք է լինի խաղադաշտում, թե ոչ։ Լուրջ եք հարցնում։ Seriously? Որքան կարևոր է նա ձեզ համար։ Չափազանց կարևոր է։ Ինչ գործոններից ելնելով։ Չափազանց կարևոր է։ Գերազանց ֆուտբոլիստ է, գերազանց տեխնիկայով, ցավոք նա երկար ժամանակ բաց է թողել։ Մենք նրա կարիքը զգում էինք։ Նա է, որ կարողացավ Օլիմպիա Լյուբլիանայի հետ խաղում 3 գոլ խփել 4-րդ որակավորման փուլում։ Ահա այդքան կարևոր է նա մեզ համար։ Ես շատ եմ հավանում նրան եւ հուսով եմ, որ վաղը Նիդերլանդների ողջ բնակչության առջև ցույց կտա իր լավագույն որակները։ I hope that tomorrow in front of his friends and families and all the citizens of Netherlands he will show his qualities. did he help you for this game? You mean? Արդյոք նա օգնել է ձեզ այս խաղի նախապատրաստական աշխատանքներում։ I spoke
Ես զրուցել եմ նրա հետ Ազեթի մասին, բայց այսօր, երբ դու ունես ձեռքիդ տակ բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան եւ ծրագրերը, մենք ամենը վերլուծում ենք եւ մեզ համար անակնկալներ չեն կարող լինել այդ առումով։ We analyze every opponent very deeply, so for us there is no secret in this part. Այլ հարցեր? Any questions? Thank you. Շնորհակալություն։ Thank you. Հաստատ բաժանորդագրվել եք, չէ՞, չստուգեմ։ Դե ինչ, տեսակ, ինչպես անցավ մամուլի ասուլիսը եւ ինչ ասացին մամուլի ասուլիսի ընթացքում Իմրան Ուլադոմարը եւ Սանդրո Պերկովիչը, ժամանակն է գրելու մեկնաբանություններում ձեր կարծիքը այն մասին, թե ինչպես կավարտվի Ազեթ Ալկմար Նոա հանդիպումը, ինչ հաշիվ եք կանխատեսում, անպայման գրեք մեկնաբանություններում։ Եկան հորդանցտե, եկան դե չի երևում, չէ որ դուր կա ստե։ Ասես նա։ Մարդեկա, բայց հակարում։ Չէ դոկտոր տարբեր։
Գարեջուր այսօր Ռեալի խաղից հետո կամ ընթացքում։ Այո։ And you come in the middle at the same time. You come in the middle and stick the color. Yellow, you go yellow. Take orange, you go orange. The same time. Okay, guys? Ready? Orange! Go! Easy. Yellow! Go! Orange. Orange! Yes! Yes! One! Yellow! Yes! Ready! Դե ինչ, ականատես եղաք Նոայի նախախաղային ասուլիսին եւ մարզմանը, իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք վաղվա խաղին։ Բոլորս սպասում ենք Նոայի ելույթին, այնպիսի ելույթին, ինչպիսին տեսանք Երևանում եւ սպասում ենք հաղթական ելքի։ Դուք էլ դրեք լայք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքի այս տեսանյութին, բաժանորդագրեք եւ Yeah, but I wanted to have some stadium atmosphere without the pitch to not yeah. But still, that's why I'm recording here where nothing to see. Yeah.